կյանքում Պետևեմ քեզ ամբողջ ճամփաներում քո ճամփաներում Քեզ կտամ Տեր ամբողջ փառքը ով սրտով Տեր քեզ կօրհնեմ Տեր գիտեմ որ արժանի ես միայն դու ողջ փառքը ընդունես Քեզ կտամ Տեր ամբողջ փառքը ով սրտով Տեր քեզ կօրհնեմ Տեր գիտեմ որ արժանի ես միայն դու ողջ փառքը ընդունես Երկրպագեմ քեզով իմ արքա Քեզ սարայեմ ինչնով ինձ նում կա ինչով ինձ վեր բարձրացնեմ Թողեք մեր ձեռքերը բարձրացնեմ Աչքերս քո գահին Քեզ վստահ եմ Քեզի ամբողջովին Քեզ ամբողջովին Քեզ կտամ Տեր ամբողջ փառքը ով սրտով Տեր քեզ կօրհնեմ Տեր գիտեմ որ արժանի ես միայն դու ողջ փառքը ընդունես Քեզ կտամ Տեր ամբողջ փառքը ով սրտով Տեր քեզ կօրհնեմ Տեր գիտեմ որ արժանի ես միայն դու ողջ փառքը Ամեն, մեր Տեր արժանի որ ողջ փառքն ընդունի, հալելույա Բարյետեր ամեն բան Սիսլեցուն է իր ուրախությամբ Բարյետեր ամեն բան Հավար գիշերվա մեջ իմ լույսն է նա Բարյետեր ամեն բան Մեկ անգամ էլ երգեն Բարյետեր ամեն բան Սիսլեցուն է իր ուրախությամբ Բարյետեր ամեն բան Հավար գիշերվա մեջ իմ լույսն է նա Բարյետեր ամեն բան Թեև քայլը մահվան ձորով Մաղթարաբան քեզ պատեր Մի վախեցիր առաջնորդի Քո պահապան արդյուն է Խոսացել է քեզ հացատի Ճշմարիտ է նրա սուրբ խոսքերը Բարյետեր ամեն բան Սիսլեցուն է իր ուրախությամբ Բարյետեր ամեն բան Հավար գիշերվա մեջ իմ լույսն է նա Բարյետեր ամեն բան Մենք մեղավոր և անարժան և դատապարտված մահվան Բայց նա մեր Տեր մահնանցն առավ և Սուրբ Հոգով լեցրեց մեզ Եկեք հիմա մենք դավանենք որ նրա սերը մեզ է անսահման Բարյետեր ամեն բան Սիսլեցուն է իր ուրախությամբ Բարյետեր ամեն բան Հավար գիշերվա մեջ իմ լույսն է նա Բարյետեր ամեն բան Դու ինձ առաջնորդում ես դեպի քո շավիղները Իմ կյանքը քո ձեռքերում
Բարիետեր ամեն բան Սիստեցուն է իր ուրախությամբ Բարիետեր ամեն բան Հավար գիշեր բամեջի հույսնենամ Բարիետեր ամեն բան Ամեն մեր Տերը բարի Աստված ամեն պահ բարի է Պատասխավոր դժվար են տեսնում իր բարությունը այն ժամանակ որ դժվարությունների մեջ նեղությունների մեջ ենք բայց նա երբեք չի փոխվում նրա դրությունը չի փոխվում պատաս պիտի մեր կյանքերի մեջ քննենք մեր սխալները մեր սխալ որոշումները եւ խնդիրները որ անցնում ենք եւ հիշենք որ Աստված միշտ բարի է նա սուրբ Աստված է Ուզում ենք լսենք Տերոջ ձայնը արդյոք լսում ենք մեր կյանքերի մեջ նրա ձայն նրա անուշ ձայնը արդյոք պատրաստ ենք գնանք որտեղ որ ինքը մեզ տանում է որտեղ որ ինքը մեզ առաջնորդում է Լսում եմ փրկչիս այն քաղցրիկ Լսում եմ փրկչիս այն քաղցրիկ Լսում եմ փրկչիս այն քաղցրիկ Արքո խաչըտ եկիմ հետևից Մեկ անգամ էլ երգենք Լսում եմ փրկչիս այն քաղցրիկ Լսում եմ փրկչիս այն քաղցրիկ Լսում եմ փրկչիս այն քաղցրիկ Արքո խաչըտ եկիմ հետևից Ուր տանի պիտի հետևեմ Ուր տանի պիտի հետևեմ Ուր տանի պիտի հետևեմ Երթամ իր հետ ամեն տեղ Երթամ իր հետ մութ գեցեման Երթամ իր հետ մութ գեցեման Երթամ իր հետ մութ գեցեման Երթամ իր հետ ամեն տեղ Ուր տանի պիտի հետևեմ Ուր տանի պիտի հետևեմ Ուր տանի պիտի հետևեմ Երթամ իր հետ ամեն տեղ Պիտային շնորհք ու մեծ փառք Պիտային շնորհք ու մեծ փառք Պիտային շնորհք ու մեծ փառք ու կա ինձ հետ ամեն տեղ Ուր տանի պիտի հետևեմ Ուր տանի պիտի հետևեմ Ուր տանի պիտի հետևեմ Երթամ իր հետ ամեն տեղ Աստծո սերը մեծ է շատ անսահման է ու անհուն Աստծո սերը մեծ է հրաշք է օգնում է մնալ կանգուն Աստծո սերը մեծ է շատ անսահման է ու անհուն Աստծո սերը մեծ է հրաշք է օգնում է մնալ կանգուն Աստծո սերը մեր օգին է ջերմացնում Աստծո սերը ավիտ կյանք է շնորհում Աստծո սերը մեր օգին է ջերմացնում Աստծո սերը ավիտ կյանք է շնորհում Աստծո հրաշք սիրուցած
մի սեր Դե չլիներ ասո սերը Իսուս չէր իջնի խաչվեր Ասո հրասիրուցահար Չկա ուրիշ ոչ մի սեր Դե չլիներ ասո սերը Իսուս չէր իջնի խաչվեր Ասո սերը Մեր օգին է ջերմացնում Ասո սերը Աբիջան կյանք է շնորհում Ասո սերը Մեր օգին է ջերմացնում Ասո սերը Աբիջան կյանք է շնորհում Ասո սերը Մեր օգին է ջերմացնում Ասո սերը Աբիջան կյանք է շնորհում Ասո սերը Մեր օգին է ջերմացնում Ասո սերը Աբիջան կյանք է շնորհում Ամեն Այո Մեղքի մեջ եմ ես ապրել, միշտ ու ցավ եմ միշտ կրել, չեմ իմացել ավիտեն ու չար մասին, բայց Հիսուսը գտավ ինձ, ազատեց կապանքներից, եմ հիմա ուրախությամբ երկնային, ես ազատ եմ կապանքներից ու մեղքից, բայց Հիսուսը գտավ ինձ, ազատեց կապանքներից Եմ հիմա ուրախությամբ երկնային Այդ անգամ ես ազատ եմ կապանքներից ու մեղքից Բայց Հիսուսը գտավ ինձ ազատեց կապանքներից Եմ հիմա ուրախությամբ երկնային Ոգին սովորեցնում են և ասո խոսն ասում են Հիսուսը կյանք է տալիս բոլորին Երկնքից ասո սերը և Սուրբ Հոգու կրակը Ուղարկում է հոգով տկար թույլերին Ասո սերը ուղարկում է բոլորին Երկնքից ասո սերը և Սուրբ Հոգու կրակը Ուղարկում է հոգով տկար թույլերին Եթե տկար ես հոգով, նրան դիմիր աղոթքով Նա կվերցնի քո տկարությունը Իսկ մարմինը որ տանջվի, բժշկություն կգտնի Միայն Հիսուսով է բժշկությունը Սուրբ արյունը Հիմա կարող է բուժել քո ցավերը Իսկ մարմինը որ տանջվի բժշկություն կգտնի Միայն Հիսուսով է բժշկությունը Սուրբ արյունը Հիմա կարող է բուժել քո ցավերը Իսկ մարմինը որ տանջվի բժշկություն կգտնի Միայն Հիսուսով է բժշկություն Ես ազատ եմ կապանքներից ու մեղքից Բայց Հիսուսը գտավ ինձ ազատեց կապանքներից Եմ հիմա ուրախությամբ երկնային Ես ազատ եմ կապանքներից ու մեղքից Բայց Հիսուսը գտավ ինձ ազատեց կապանքներից Եմ հիմա ուրախությամբ երկնային Եմ հիմա ուրախությամբ երկնային Ամեն Արգը մեր Տերոջի լինի Մենք ազատ ենք, հալելույա, սա մեծ բան է Աստված զոր
ստեղծել է երկինքն ու երկիրը եւ ամեն բան ինչ որ կա արարել են իր սքանչելի ձեռքերը Աստվածը զոր որ ստեղծել է երկինքն ու երկիրը եւ ամեն բան ինչ որ կա արարել են իր սքանչելի ձեռքերը Արարիչ ասոն ան է վայել փառք Որը որդուն և Սուրբ Հոգուն Պատիվ և զորություն սքանչելի ասոն Նյանք և գոհություն Արարիչ ասոն արժան է վայել փառք Որը որդուն և Սուրբ Հոգուն Աստվածը զոր Սուրբ Հոգով լեցրեն ամեր կյանքը Որ ամբողջ երկրի վրա Հռչակեն իր խոսքն ու իր կարգը Աստվածը զոր Սուրբ Հոգով լեցրեն ամեր կյանքը Որ ամբողջ երկրի վրա Հռչակեն իր խոսքն ու իր կամքը Նա Աստվածն է մեր Իսկ մենք Աստծո ժողովուրդը Օրհնել և օծել է մեզ Որ լինենք Հիսուսի հետևորդը Նա Աստվածն է մեր Իսկ մենք Աստծո ժողովուրդը Օրհնել և օծել է մեզ Որ լինենք Հիսուսի հետևորդը Պատիվ և մեծություն Սքանչելի ասոն օրհնյակ և գոհություն Արարիչ ասոն արժան է վայել փառք Որը որդուն և Սուրբ Հոգուն Պատիվ և մեծություն Սքանչելի ասոն օրհնյակ և գոհություն Արարիչ ասոն արժան է վայել փառք Որը որդուն և Սուրբ Հոգուն Ամեն փառքը պատիվ արժանի է նրան, հալելույա Մենք պիտի երգենք ու փառաբանենք Հիսուս բրդիչ քո անունը Մենք պիտի երգենք Սուրբ Հոգով օրհնենք և անվերջ մեծարենք Քեզ հալելույա, արժանի ես դու Տեր Հիսուս Քեզ հալելույա, արժանի Քեզ հալելույա,
որոմների առակը համարյա թե իմ խոսքից շարունակությունը նույն արտնությունն է, բայց դրա կողքին կարևորագույն խնդիրներ կա, որ մենք այս որոմների առակի ներսը կարող ենք տեսնենք։ Շատ ժամանակ մեծ հարցեր կա աշխարհում, որ ինչու Աստված, որ ամենակալ Աստվածն է, հեր սատանային չի սահմանափակում, հեր նրան չի բռնում, մեջտեղից տանում, որ ամբողջ մարդիկ ազատվեն։ Ինչու է այսքան չարությունը աշխարհում։ Ինչու է այսքան չարություն աշխարհում։ Ինչու է այսքան անիրավություններ աշխարհում տեղի ունենում։ Այս առակի ներսը մենք կարող ենք դրանց արմատը տեսնենք։ Մարդիկ ունեն հազարավոր հարցեր, միգուցե ամբողջ հարցերին պատասխան ստանալու համար կարիք չի, որ անպատճառ ստանան, որ երկին կերտան, բայց գոնե պետք է այդքան ասած հարցերին պատասխան առնեն, որ կարողանան տեսնեն ապական, տեսնեն ծրագիրը, տեսնեն Աստծո կամքը։ Եվ այդ ձևով Աստված այդ կարգել է, որ մենք կարողանանք այդ բաց հորիզոնները մեր դիմացը տեսնենք, որ կարողանանք այդ ուղղությամբ, որ Տերը մեզ կոչ է տալի քայլենք։ Բայց այս առակի ներս հատուկ ասեմ, ուրեմն մենք տեսնենք, որ ինչու չարությունը գոյություն ունի։ Եվ ինչու Աստված սատանային առիթ է տալի գործել կամ նրա մեջտեղից չի տանում։ Եվ այս ամբողջ խորհուրդները կարող ենք տեսնել։ Թույլ տվեք ոտքի կայնենք, Տերոջ խոսքը այս ուղղությամբ նայենք, ուրեմն Մատթեոս ավետարան 13:24-30 ասում է. մի ուրիշ առակ ասեց, երկնքի արքայությունը նմանվեցավ մի մարդի, որ իր արտումը բարի սերմ ցանեց։ Եվ մարդիկ քնելիս նրա թշնամի եկավ եւ ցորենի մեջ որոմներ ցանեց եւ գնաց։ Եվ երբ որ խոտը բույսավ եւ պտուղ տվավ, այն ժամանակ որոմները երևեցան եւ տանտիրոջ ծառաները մոտ գալով ասեցին նրան. Տեր, միթե դու քո արտումը բարի սերմ չսերմեցիր, ապա ինչ տեղից են որոմները։ Նա էլ ասեց նրանց, թշնամի մարդն է արել այդ։ Ծառաներն ասեցին նրան, հիմա կամենում ես, որ գնանք, քաղենք նրանց դուրս անենք։ Նա էլ ասեց, ոչ, միգուցե որոմները քաղելիս ցորենն էլ նրանց հետ պոկեք։ Թող տվեք, որ երկուսը միասին մեծանան մինչև հունձքը, տեսեք, թող տվեք, որ երկուսը միասին մեծանան մինչև հունձքը, և հնձի ժամանակին հնձողներին կասեմ, առաջ որոմներ քաղեցեք և նրանց խուրց կապեցեք այրելու, իսկ ցորենը ժողովեցեք իմ ամբարի մեջ։ Այն ժամանակ Հիսուսը ժողովուրդներին թողելով եկավ տուն և նրա աշակերտները նրա մոտ եկան եւ ասեցին. մեկնիր մեզ արտի որոմների առակը։ Նա էլ պատասխան տվավ եւ ասեց նրանց. բարի սերմ ցանողը մարդի որդին է եւ արտը աշխարհքս է։ Բարի սերմը նրանք են, որ արքայության որդիք են եւ որոմները չարի որդիք են։ Եվ թշնամի, որ նրանց սերմեց սատանան է եւ հունձքը աշխարհքի վերջն է եւ ընձողները հրեշտակներն են։ Արդ ինչպես որ որոմները հավաքում են եւ կրակով այրվում, այնպես կլինի աշխարհքի վերջումը։ Մարդի որդին կուղարկե իր հրեշտակներին եւ նրա արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղությունները եւ անօրենություն գործողներին եւ կգցեն նրանց կրակի փռան մեջ։ Այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտելը, այն ժամանակ արդարները կծակեն ինչպես արեգակ իրենց հոր արքայության մեջ, ով որ լսելու ականջ ունի թող լսի։ Ուրեմն Տեր Հիսուսը շատ ժամանակ առակներով էր խոսում եւ այս որոմների առակը ասելով իրանում խորհուրդներ ա դնում։ Պետք է նայենք, որ Տերոջ նպատակն ինչ էր, ինչ խնդիր կար դեպքում ուզում է եկեղեցին եւ իրան հետևորդները իմանան։ Տեր Հիսուսը այս առակն ասելով ասում է մի մարդ իր արտումը ցորեն ցանեց եւ երբ որ ժողովուրդը քնած էին գիշերով թշնամին եկավ որոմներ ցանեց։ Եվ երբ որ սկսան աճելը, ծառաները երբ որ տեսան, գնացին Տերոջ մոտ ասան, Տեր, կամենում ես հետանք սրանք քանդենք, ասա ոչ, չելնի որ դրանք քանդելիս ցորենին էլ վնաս տակ։ Թույլ տվեք միջև ժամանակի ավարտը, այդպես միասին աճեն եւ երբ որ դրանք հասան, այն ժամանակ ես իմ ծառաներին կուղարկեմ, որոմները կքաղեն, նրանք կգցեն կրակի փռան մեջ եւ ցորենները կքաղեն եւ նրանց ամբարներում կդիզեն։
Այդ առակը խոսելով աշակերտները եկան ջոկ անձնական հարց հարցրան։ Նրանք ուզում էին Տերոջ կամքը գիտենային, ուզում էին այդ վարդապետությունը հասկանային։ Գիտեք, մեզ համար կարևոր է, որ Աստծո խոսքը լավ իմանանք ու հասկանանք։ Եվ այդպեսով մեկ լինենք, որ փափագում ենք, հարցնում ենք, հետևում ենք, որոնում ենք, ուզում ենք լավ հասկանանք։ Դրա համար տարբեր ձև ու կերպերով ասած դիմում ենք Աստծո խոսքին, աղոթքով, մտածելով, երբեմն հարցնում ենք, կարելի է գիրքեր կարդանք, այդպեսով որ կարողանանք Աստծո խոսքը լավ հասկանանք։ Եվ այդպեսով աշակերտները որ հարցնում են, Տեր Հիսուսը բացատրում է։ Ասում է, այդ հողագործը Հիսուսն է, մարդի որդին է։ Եվ այս ասած այդ արտը, այս աշխարհքն է։ Եվ ասում է ծորենները արքայության զավակներն են։ Արքայության զավակներն ով են։ Նրանք որ Հիսուսին հավատում են, նրանք որ նվիրված են Հիսուսին եւ դուք եք, հա։ Մենք կարող ենք այդպեսի տեսնենք եւ ասում է որոմները չարի զավակներ են եւ կասեմ ավելի տարբերությունները իրաց տեսանկյունները եւ ասում է որ խաղողները հրեշտակներն են եւ ժամանակի ասած խաղելու հնձելու ժամանակ աշխարհքի վերջն է եւ իհարկե որ ծորենը հավաքվում է անպարներում եւ որոմները որ ավելցում անարժեք խոտեր են դրանք լրիվ այրվում են եւ այդպեսով Տեր Հիսուսը այս առակը մեկնաբանեց մատ առաջի սլայդը բացեք ընդդեմ ասում է մի ուրիշ առակ ասեց երկինքի արքայությունը նմանվեցավ մի մարդի որ իր արտումը այդ արտը այդ ասած տեղը այդ աշխարհում էր ստեղծող Տերոջն էր այսինքն Տերն էր այդ արտի Տերը եւ նա էր որ ծորեն էր ցանում եւ այն կողմից ասում է թշնամին եկել էր որոմներ ցանելու Իմանում եք այս առակ, որ Տեր Հիսուսն ասում էր, իսկության սա է, որ այն ժամանակում, Հիսուսի ժամանակ, այս բանը կար, որ մարդիկ, որ ծորենին ցանում, մեկ, որ հաջողվում էր, ամեն վիճակը լավ էր, եթե թշնամին մեկ ուներ, որ նախանձում էր, ասում է, դու դե մի հատուկ սերմ կար, որ այդ սերմը վերցնում էր, տանում էր, ցանում էր ծորենի ներսը, որ այդպեսի դրա ծորենը փչացնի ու խանգարի Եվ էտիկը որոմներ է թարգմանվում, ուրեմն այդ ձևով իր թշնամություններ հայտնում եւ Տեր Հիսուսը, երբ որ խոսում էր մարդկանց համար, մեծ մասը հողագործներ էին եւ նրանք լավ գիտեին, որ Հիսուսն ինչ է ասում։ Ասում է թշնամին եկել է որոմներ ացանի եւ այդպեսով Տեր Հիսուսը այդ առակ վերցնելով այս մեծ հոգեվոր խորհուրդներն է ասում։ Ասում որ սատանան ինչ է գիշերը, այն ժամանակ որ մարդիկ քնած էին, եկավ այդ որոմները ցանեց։ Գիտեք մի հատ կարևորագույն խնդիր որ կա, երբ որ մենք ասենք արցուն ենք, սատանան կարող է հարձակվի, բայց մեր feedback-ը ինչ է ճիշտ կլինի։ Բայց եթե քնած ելնենք, սատանան կգա եւ որոմներ կցանի։ Եվ պատաժամնակ գողի նման կգա, թանկարժեք բաներ մեր կյանքից կգողանա։ Եվ մենք կշարժվենք, կտեսնենք մեր հավատքը գողացել է։ Մեր ամենաթանկարժեք խնդիրը մեր սրբությունն է գողացել եւ տարբեր խնդիրներ որ մեր կյանքից կարող են կողոպտում է տանում է բայց եթե ժողովուրդը արթուն լինեին այդ որոմներին այդ որոմցանողին այդ առիթը չէին տա հիմա գիտեք երբ որ մենք արթուն ու զգաստ ենք սատանան կարող է հարձակվի բայց մենք կիմանանք ինչպես իր դիմաց կայնենք Դրա համար արտության կարևորագույն խնդիրն է դա։ Եվ եթե մեկը քնած է, այսինքն չգիտե շրջակայքին չանցնում։ Եվ այդ ժամանակ առիթ է որ սատանան մեջտեղ գա։ Շատ ժամանակ մենք երբ որ հոգեորապես արթուն չենք, սատանան գալիս է ինչա բերում կասկածներ, տխրություններ, մենակություններ, կռիվներ, ջոգություններ, հազարավոր դառը սերմեր մեր կյանքում ցանում։ Այդ որոմը ասում շատ ծորենի նման էր, բայց հետո ասում որ աճում էր իր արդյունքը դառը մատ ասած բույս էր։ Հիմա սատանան գալիս է այդ դառնության, ջոգության սերմերը ցանում է այն ժամանակ որ մենք զգաս չենք։ Եվ շատ ժամանակ մենք եթե հոգեորապես լավ չելնենք Մեծ մասամբ կասկածներ, անտարբերություն, հանդեպ աղոթքի, հանդեպ Աստծո խոսքին, հազարավոր բացասական բաներ թափում է մեր սրտում մտքում։ Ճիշտ կարծես ձեռքներս վերև չի եթում աղոթել։ Շարժադի չունենք եկեղեցի երթալու։
Որտեվ սատանայի կարևորագույն տպավորությունը ազդեցությունը մեր կյանքում էդ է, որ մեզի հոգևորապես թմրացնի ու քնելու կացության բերե։ Եվ երբ որ այդ կացությունն առաջ գալի, արդեն սատանայի սերմը սկսել է աճել մեր կյանքում։ Եվ դրա համար մենք կարևոր է, որ երբ որ արթուն ենք, աղոթող ենք, սատանայի ասած այդ սերմերի առաջ կայնում ենք եւ չի ազդում մեզ։ Կարելի է կասկածներ գա, բայց մենք շուտ կասկածներն ենք ու մենք շպրտում։ Կարելի է հուսահատություն գա, հուսահատության դիմաց պատերազմում ենք, հռչակում ենք, դիմացը կայնում ենք եւ հաղթություն ենք շահում։ Եվ այդպեսով սատանան հարձակվում է, բայց ձեռը կողբ է մեր կյանքում։ Բայց եթե մենք սկսում ենք հոգևորապես թմբրել ու քնել, արդեն նա իր բացասականություններ բերում է մեր կյանքում։ Չեմ անում հոգևոր կացություն ինչպես է, միգուցե սատանային առիթ տված է լեսնա եկել է քո կյանքումդ, արդեն բավականին սերմեր ացան է։ Քո ուրախությունը, թարմությունը, այդ փառավոր կոչումի հույսը քեզանից ավելի նսեմացրել է։ Մատ սիրահարի նման, որ սիրում ես Տերոջդ ամբողջ սրտով ու հոգով, այդ թարմությունը քեզանից առնվել է։ Եվ այդ ձևով, եթե այդպես է, պետք է այս քարոզը լսելով սկսես թույլ տաս Աստծուն, ժամ տաս Աստծուն, հետո կասեմ, որ մենք ինչպես կարող ենք արթուն կացության գանք, որ սատանայի գործերը քանդվե։ Եվ մենք այն կացությանը գանք, որ կարողանանք Տերոջը մեր կյանքում լավագույն ձևով փառավորենք։ Գիտեք, ըստեղում Տերը ուղղակիորեն արտիտերն ինքն է։ Այսինքն, մատ քրիստոնական տեսակետը, որ մենք պետք է ունենանք։ Քրիստոնական տեսակետը սա է, որ Աստված աշխարհ ստեղծել է։ Աստված ստեղծի, դա evolution-ի հետևանքով չի եղել, ինքնստիքյան չի եղել։ Այլ Աստծո ձեռքն է, որ ստեղծել է։ Տեսեք, հենց ստեղած աշխարհը բաժանվում է երկու հատ կարևորագույն տեսանկյունի։ Այդ մեր նայվածքը, այդ ճիշտ նայվածքը, որ տեսնում ենք Աստված է ստեղծել, Աստված է մեզ գոյություն տվել, Աստված մեզ համար ծրագիր ունի, Աստված քեզ համար մեծ ապակա ունի եւ սատանան այդ իմանում է։ Ուզում այդ խլե քեզանից։ Քո մասը դա է, որ արթնանաս, զգաստանաս, կայնես հավատքիդ վրա եւ այդ սատանայի ամբողջ հարձակումների դիմաց կայնես։ Եվ եթե այդպես չանես, սատանան կսկսի տարբեր ձև ու կերպերով քեզանից խլե։ Եվ այն թանկարժեք բանը, որ կյանք է, փրկությունը, հավիտենականությունը քեզանից կառնվե։ Եվ դրա համար մենք որ նայում ենք Աստծո խոսքին, Աստծո խոսքը պարզ ասում մարդը ապստանվեց։ Մեղքի ներսրնգավ, թե Աստված ստեղծել է եւ այդ մարդը Աստծո ձեռացել է։ Միա խառնվելով մեղքին աշխարհում ապրել է, բայց Աստված նրա համար քավություն է պատրաստել։ Եվ այդ առիթն ստեղծի, որ ամեն մարդ, գիտեք, Տերոջ խոսքը ասում արդարը չկա, մեկն էլ չկա։ Ամեն ազնվորություններ կարիք ունեն ուղղակիորեն Հիսուսի արյունով մաքրվել ու լվացվեն, որ հավիտենական կյանքի արժանանան։ Մենք հանդեպ իրար համեմատելով կարելի է մեկը մյուսից մեկ փոք լավovat ելնենք, բայց Աստծո տեսակետով ամենս մեղավորներ ենք։ Դրա համար Տերոջ խոսքը ասում է ամենը Աստծո փառքից պակասել է եւ ամենս կարիք ունենք Աստծո ողորմությանը։ Եվ այս քրիստոնական տեսանկյունը, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրային տեսանկյունը ընդունում ենք, գալիս ենք նվիրվում ենք Աստծուն եւ իմանում ենք, որ Աստված ծրագիր ունի ապակայի համար, հավիտենականության համար եւ ունի նոր աշխարհ, նոր երկինք ու գետին, որ ընդդեմ արդեն այդ ամբողջ մարդիկ, որ ասում են, ինչու մեղ կա, ինչու Աստված սատանային չի բռնում, ինչու Աստված սատանային մեջտեղից չի տանում, այն ժամանակ այդ կիրականանա, կկատարվի եւ աշխարհը մարդը մեղքից ու մեղքի ներկայությունից կազատվի։ Եվ հավիտենական փառք կվայելի։ Բայց տեսեք, մարդիկ շատ ժամանակ իրանց տեսակետով գալիս են պահանջներ անում, ինչու Աստված այս չի անում, այն չի անում։ Մենք կարդացինք այդ առակի ներսը, որ ինչ, ասում է ծառաներ գնացին Տերոջ մոտ, ասան Տեր, արդյոք կամենում ես այդանք որոմները քաղենք, ասավ չէ, ինչու համար, ասավ չելնի, որ ցորեններին վնասեք։ Այսինքն ամեն ինչ Աստված անում է իմ ու քո պատճառով է։ Իմ ու քո պատճառով նա համբերում է, անիրավություն համբերում է, դառը կացություններ, որ աշխարհում առաջ է գալի, այն ոչրագործությունները, մարդասպանությունները,
հազարավոր ջարդերը, շատ սիրելիները հարազատներին ձեռից տալիս են տխուր երևույթներ։ Տերը դրանք տեսնում է, ինքը դրանցով ազդվում է։ Բայց այդ ամբողջը համբերում է իմ ու քո պատճառով, որպեսզի մենք կարողանանք մնանք, աճենք, հավատքի ներս աճենք եւ այն բարի սերմերը լինենք, որ հավիտենականությունը ժառանգենք։ Դրա համար Պողոսն ասում է, ամեն ինչը ձեզ համար է։ Երբ որ Կորինթացիս եկեղեցում է փոքր եկեղեցիներս վեճ կար, որ ես Պետրոսի հետևորդն եմ, ասում ես Պողոսի հետևորդն եմ ու մեկը Ապողոսին էր հետևում, Պողոսը գրում է միթե ես ու Պետրոսն ու Ապողոսն ենք դեզ համար խաչվել։ Մենակ Քրիստոս Տերն է։ Եվ ասում մենք ձեր ծառաներն ենք, ամեն ինչը ձեզ համար է։ Մենք Հիսուսի համար եւ Հիսուս Հայր Աստծո համար։ Այսինքն ամեն ինչ ասում ժամանակը, կյանքը, ամեն խնդիրները ձեզ համար է։ Աստված մեզի շատ կարևորություն է տալի։ Դու Աստծո աչքերի համար շատ թանկարժեք ես։ Եվ իսկապես դու մեծ գնով գնվել ես։ Հիսուս Քրիստոսի սուրբ արյունը թափվել է, որպեսզի դու հավիտենական կյանք ունենաս։ Եվ դրա համար էս թեթև բան չի, մենք ձրի ենք ստացի, բայց Հիսուսի համար քրտինք թափելով գնաց դեպի խաչ։ Հիսուսի համար երբ որ խաչ էր նայում, ասում է այդ մկրտություն ունեմ, որ շատ սարսափած եմ մինչև դա կատարվի։ Հիսուսի համար շատ ծանր էր վերջանում դեպի խաչեր տալը։ Բայց նա գնաց, որտեղ ինձ ու քեզ սիրում էր։ Եվ այդ հավիտենական կյանքը պատրաստեց։ Եվ դա տեսնում ենք, որ մեզ համար է այս կացությունները, այս ամեն աշխարհիկ վիճակներ Հայրը համբերում է։ Հիմա մենք կարող ենք երևակայենք, որ Աստված այդպեսի ծրագրել է, որ նրանք, որ արքայության զավակներ են, այս աշխարհքում, որ կա որոմներ, կա չարի զավակներ, կա բացասական արտահայտությունները, տեում պետք է Աստված համբերում է, որպեսզի դրանք աճեն ու հավիտենականությունը ժառանգեն, ոմանք կայնում են Աստծուն հարցի տակ են բերում։ Ով Աստված բհեր ես, որտեղ ես, ինչ ես անում, եթե ձեր Աստվածը կարող Աստվածը սատանային բռնե, վերջացնե դա։ Այո, այդ բանը կանի, բայց ժամանակը որոշողն էլ դու չես։ Այն ժամանակ, որ սատանան բռնումա, դու էլ հետը կբռնվես։ Այն ժամանակ, որ գգա ժամեր, որ լաց և ատամների կրծտելու պահ կելնի, դու էլ հետևում կտանջվես, քո ծուռը ընտրությունների ու որոշումների համար։ Տեսեք, Տեր Հիսուսը, երբ որ դժոխքի մասին խոսած են վերջի դատաստանի մասին, ասավ ինչ, ասավ ընդ կելնի լաց և ատամների կրծտելը, այսինքն ինչ, այսինքն մարդիկ ընդդում զգացում ունեն, կենթանի են, տանջվում են, մատ քնել չի, քնեն ու անհայտանան, ոչ, կա ընդեղ սարսափելի պահեր, որ մարդիկ փոշմաներ իրանց ամեն սխալ արտահայտությունների համար, ամեն անաստվածային խոսքերի համար, ամեն անհավատության արտահայտությունների համար, բայց արդարները գրված է ինչ է, նրանք արեգակի նման երկնքումը կփայլեն, հալելույա։ Եվ նրանք, որ շատերին դեպի արդարություն են առաջնորդել, նրանք ասխերի նման կել են երկնքումը, սա ինչքան փառավոր է։ Եվ սա եկեղեցի ու սուրբերի բաժինն է։ Եվ դրա համար սիրելիներ, եկեղեցի մատ կոչում ունի, այդ կոչումը պետք է աչքի առաջ ունենա, որ այս աշխարհքի ասած մթնոլորտի համաձայն չքնի եւ ասած անզգա ու քնած կացության չհասնե։ Եվ դրա համար մենք կարիք ունենք, որ այս աչքի առաջ ունենալով չթողնենք աշխարհիկ խնդիրները մեզի կողպեն, մեզի զբաղեցնեն, մեզի այդ նսեմ կացության բերեն։ Եվ մի կացություն, որ մենք արթուն ու աշխույժ չենք, զբաղված ենք, Աստծո արքայությունը երրորդական, չորրորդականը կեթամ եկեղեցին, տարի մի անգամ ամեն 2-3 շաբաթ մեկ կեթամ հերիքա բավական է։ Սուրբի կարդում ես, այդ որ քարոզ ենք լսում, Աստծո գլխին մեննատ ենք դնում, բավական է։ Այս կոչումը, որ մենք ունենք շատ սուրբ է, շատ թանկարժեք է։ Եվ դրա համար պետք է աղոթներով, ինչպես Աստծո խոսքը ասում, հարատև աղոթներով, միշտ արթուն մնալով, որտեղ մենք թշնամին կա, թշնամին այդ մռնչող առյուծի նման, որ գալիս է, բերում է բացասականություններ։ Մենք կարելի է ժամեր առիթ ունենանք Աստծուն ծառայելու, երբ որ մենք թեթև ենք բռնում, կյանքի բերումներ են զբաղեցնում, որ ուզում ենք ծառայենք, բայց առիթը չկա։
Եվ դրա համար մենք արթուն ու աշխույժ ելնելով նվիրվում ենք Աստծուն եւ ուզում ենք լավագույն ծառայությունները Տերոջ անենք։ Տեսեք, մենք իբրես քրիստոնական մտածելակերպն ունենք, այդ նայվածք մեր աչքի առաջ ունենք, դեպի առաջ ենք գնում, որպեսզի կարողանանք Տերոջ համար լավագույն գործեր անելով նրան փառավորենք։ Խոբ, տեսեք, մենք ինչպես կարող ենք արթուն ու զգաստ լինենք։ Արթուն ու զգաստ լինելու համար ինչ պետք է անենք։ Դրա համար, որ մենք արթուն ու զգաստ լինենք, կարևորագույն բաներից որ կա, սա է, որ մենք աղոթքի եւ պաշտամունքի ներսը Աստծո ներկայությամբ շարունակենք։ Բեր անգամ չանում ես բար, ասեցիմ ձեզ թե չէ, ասում են օձերը միջև մի բարձրության վրա կարող են իրաց գոյությունը պաշտպանել։ Երբ որ սարերը շատ բարձր են ելնում, էլ մեր տեղից վերև օձերը չեն կարող են դեղում իրանց գոյությունը պաշտպանել, շնչառությունները պակաս է գալի եւ ինքնաբերաբար գալիս են ցած մասեր։ Դրա համար ասում են, երբ որ մենք աղոթքի լեր, երբ որ բարձրանում ենք Աստծո ներկայությանը եւ պաշտամունքի ասած կացության այդ բարձր լերի վրա Մովսեսին ման այդ մենք լերան վրա աղոթելու, այլևս սատանան այնտեղ չի կարող գործի։ Այսինքն կասկածները տեղում հայտանում են, բացասական խնդիրները չեն խանգարում։ Գոնե պակասում են, որտեղ Աստծո ներկայությունը գալիս է եւ դրանք ամենը հեռացնում են։ Եվ դրանք ասում են snake line են ասում։ Snake line մեր տեղը որ համարյա թե այդ շրջակայքից վերև օձերը չեն կարող իրաց գոյությունը պաշտպանել։ Եվ երբ որ մենք աղոթքիրը սկսում ենք առաջանալը, բարձրանալը, ջերմերանդությունով աղոթում ենք, էլ արդեն սատանան չի կարողանում այդտեղ մեջտեղ գա։ Եվ այդ փառավոր կացությունն, հաղթական կացությունն է, որ մենք այցում ենք այդ բարձր աղոթքի լեվելի ներսը եւ սկսում ենք բարեխոսել սուրբերի համար, ժողովրդի համար, մարդկանց համար, պետությունների համար, նախագաների համար, տարբեր ժողովրդի համար։ Եվ դրա համար Պողոսը Տիմոթեոսին գրում է, որ ես փափակում եմ, որ ամեն տեղ մարդիկ իրանց սուրբ ձեռքեր բարձրացրած աղոթեն պետությունների, տերությունների, ղեկավարների, ժողովրդի, մարդկանց փրկության համար։ Եվ այդ եկեղեցու կացությունն է, որ պետք է այդպեսի արթուն կացության ելնի, եւ այդտեղը որ սատանայի գործը քանդվում է, սատանայի գործը կողպվում է։ Եվ երբ որ մենք այդպեսի կացության ներսնենք, թե ինքներս ենք արթուն մնում, թե ուրիշների արթնության պատճառն ենք ելնում։ Գիտեք, մեր որոշմունքը մեր կողքին էլ ազդում է։ Եթե դու մեկը լինես ջերմերանդ, կրակոտ, աղոթող մեկը, քո կողքին ու դրա կսկես ազդելը։ Ճիշտ մի ժամանակ կա փայտերը ժողովում են մետեղ, հավաքում են մետեղ վառում են, փայտեր որ վառվում իր կողքիների փայտերին վառելա տալի։ Եվ երբ որ մենք հոգով ջերմերանդ ենք, աշխույժ ենք, տպավորված ենք, աղոթող ենք, ուրիշների օշության պատճառներ ելնում ենք։ Եվ այդտեղ որ մենք իրար ազդում ենք, ցորեններ իրար կողքի են։ Այդ ցորեններն ու որոմները երբեմն արմատով իրար շատ մոտիկ են։ Մեր մոտիկներն էլ կան, հարազատներն էլ կան։ Եվ տեսնում եք Տերոջ խոսքը ինչ ասում, ցորեններն ու որոմները իրար մոտիկ էին, չելնի մեկը խաղում ես արմատը մյուսին էլ վնասի։ Այսինքն մենք երբեմն հարազատներ ունենք մեր կողքին, բայց ապաշխարած չէ։ Այդ որոմներն են։ Մեր խոսքը, մեր պատկամը նրանց զգաստացումը, որ նրանք էլ ապաշխարեն, դարձի գան եւ Աստծո արքայությունը ժառանգեն։ Բայց ասում եմ ցորենն ու որոմը շատ իրար նման են սկզբում, երբ որ ցանվում է, երկուսը կանանչ բույսի նման ծլում են, շատ իրար նման են։ Բայց երբ որ սրանք հասնում են, այդ հասկերը որ դուրս է գալի, այնիկ լինմա սև, մատ թույնավոր, մատ բան է ստեղծվում, բայց սրանք ցորեն են ելնում եւ ամենանտիրը։ Շատ ժամանակ մարդիկ որ մեր կողքին են, մենք իրացում ենք ճիշտ իրար նման ենք։ Ես էլ նրա նման եմ, վարկով, խոսքով, ես եկեղեցի եմ եթում, եկեղեցի չի եթում։ Բայց իրականությունն է, դիավ մենք արև երկից միջև արևմուտք իրարից տարբեր ենք։ Մենք Աստծո զավակներ ենք, է շատ կարևոր է։ Եվ մենք պետք է, սիրելիս, մեր ինքնությունը մենք ինքներս էլ տեսնենք ու հավատանք, մենք ով ենք։ Մենք արքայության զավակներ ենք, ես իշքան փառավոր է։ Մենք այդ բարի սերմն ենք, որ Տեր Հիսուսի միջոցով սերմանվել է։ Մի հատ հովիվ ասում է, որ Տեր Հիսուսը առակներին էր ասավ, մետը ինքը գնաց սերմ ցանեց եւ այդ ցորենները բույսան
30-60-100 արդյունք առան, հետո այդ ծորենները վերցնում են, որպեսզի արքայության զավակ կրկին ցանում է, որպեսզի դրանք այդան աշխարհքում բերք ու պտուղ բերեն։ Եվ Տերոջ կամքն այդ է, Տերոջ կամքն այդ է, որ մենք այդ արքայության զավակները ելնելով արքայության խոսքն ու պատկամը ունենալով փոխանցենք ուրիշներին։ Բայց դրա կողքի մենք մեր իքրությունը պետք է իմանանք, մենք աշխարհից չենք։ Մենք աշխարհից չենք, մենք Հիսուս Քրիստոս Աստծո միջոցով ընտրված ենք։ Երբ որ մենք պտուղներ ընտրելու, առնելու ինչ ենք անում, ամեն թարամազներն ու նրանք որ թալելու ընտրանք ենք առնում, հակառակ ամենալավերն ընտիրները, դուք ամենալավերն ընտիրներն եք, որ Տեր Հիսուս ընտրել է։ Արքայության համար դուք փառավոր մեկերն եք, որ Տերն ընտրել է։ Ճիշտ է, Պողոսն ասում է, երևույթապես մենք շատ գիտուն ու կրթվածներ չենք, բայց Աստծո տեսակետով մենք ազնիվ ենք եւ ամենանտիրներն ենք եւ հավիտենական քարերն ենք, որ դրանով այդ երկնային շենքը Տերը կառուցել է ու կառուցում է։ Եվ դրա համար մենք մեր իքրությունը պետք է իմանանք։ Ես երկնային կոչում ունեմ, ես մարդկանց նման չեմ գործում, որ մենակ ապրեմ, ես գործում եմ, որպեսզի Աստծո արքայության համար օգտավետել լինեմ։ Իմ կյանքը նպատակավոր է, ես նպատակ ունեմ իմ կյանքում։ Իմ բերանի խոսքերը տարբեր է մարդկանց խոսքերից, իմ բերանի խոսքերից հույս կա, կյանք կա, փրկություն կա, օշություն կա, բարություն կա։ Եվ մեր միտքն է, որ մենք որպեսզի Աստծո արքայության զավակներ, մեր ամբողջ էությունը օրհնված է, հալելույա, պետք է այդ իմանալով մենք նվիրվենք այդ կացության եւ այդ արթուն կացությունը ունենանք ու պահենք եւ թույլ չտանք աշխարհիկ խնդիրները մեզ վրա այդ տպավորություն ազդեցությունը թողնի, որ մենք աշխարհիկ մարդկանց նման աննպատակ, դադար, իզուր ապրում ենք անհայտության ներսը եւ մեր օր կմեռնենք վերջանակ կետանք, այդպես չէ։ Քո կյանքը դասնում է ավարտին, Աստծո սիրտն ավելի ուժեղ խփում է, սպասում է քեզի դիմավորել երկնքում։ Դու տարիներ հավատքի կյանք ես ապրի, Տերոջը ծառայել ես, ժամը որ եկին կետաս իր ձեռքերից թակ առնես։ Նա ուրախությունով երկնքում հավիտենականությունը սպասում է քեզ, բայց ուզում է դու էլ ստեի քո ծառայություններ տանես, որ շատերը փրկվեն։ Եթե Աստված այսօր սատանային չի բռնում եւ ամբողջ չարերի մեջտեղից չի տանում, իր շատ համբերության ու ողորմության վրա է։ Հակառակ են որ մարդիկ արհամարում են Աստծուն արծի տակ են բերում, այդ Աստծո համբերությունն որ հենց այդ հակառակորդների համար Աստված առիթ է տալի որ փրկության կան, ապաշխարության կան։ Եվ այդ ձևով Տերոջ կամքը այդ համբերությունով որ թե ուզում է ամեն ինչ մեզ համար լինի, բայց նմանապես ուրիշներին ողորմություն լինի, որ ուրիշներն էլ գան, այդ մեծ օրհնյալ փրկություն, որ Տերը պատրաստել է իրանց համար, կան ժառանգեն։ Եվ դրա համար մեր դիրքը կարևոր է, որ մենք պետք է աղոթքի ներսը, արթուն, զգաստ, մենք հասկացողությունով գիտակցաբար իմանանք մենք ով ենք։ Եվ կարևորը դու իմանաս ով ես։ Քանի որ դու իմանաս ով ես, դու ախտական ես։ Բայց այն պահին, որ դու քո ինքնությունը մոռանում ես, լինում ես մատ հասարակ, մատ ուրիշի նման։ Այսինքն ես ասեմ ձեզի, երբ որ մենք մեր կապը Հիսուսից խզած են կոմ տեսնենք, կելնենք ինձ մատ ճյուղ, որ ծառից ջոգված է եւ շուտով կչորանա եւ կգցեն կրակի ներսը։ Առանց Հիսուս մենք ինքնություն չենք ունենա։ Բայց քանի որ Հիսուսով ենք, մենք շատ թանկարժեք ենք, մենք սուրբերն ենք, մենք ընտրվածներն ենք, մենք հավիտենական կոչում ունենք։ Եվ դրա համար սատանայի ջանքն է, որ այդ կապը խզի, կտրի մեր կապը Հիսուսի հետ։ Եվ որ մենք այդ սերը հասկացել ենք, այդ իքրությունը Տերոջ կողմից, որ Տերը մեզ տվել է գիտենք, կպած ենք նրան, զգուշ ենք։ Եվ դրա համար Պողոս ասում է բախու դողով ձեր հավատքը պահեք, այսինքն զգաստ ու զգուշ ելեք, թեթև մի բռնեք։ Շատ ժամանակ մարդիկ թեթև են բռնում իրանց փրկությունը, իրանց հավիտենական կյանքը, մեղքի հետ խաղում են, վտանգավոր է։ Եթե մեղքը որևէ ձևով քո կյանքում տարածա գալի, պետք է դրան խզես ու թալես, որտեղ դու հավիտենականության հետ է խաղում։ Եվ դրա համար պետք է լուրջ ելնես քո հավատքի ներսը, քո նվիրումիդ ներսը։ Եվ քո իքրությունը հասկանաս, քո իքրությունը հասկանաս, որ դու ինչքան Աստծո համար թանկարժեք ես, եւ Տերը մեծ գին է վճարի քեզի ձեռք բերելու համար, նրա ձեռից քեզ դուրս մի քաշի։
Տերոջ խոսքը ասում ոչ ոք չի կարող ձեզի ինձանից խլել, բայց մենակ դուք ինքներդ։ Թեև իր շնորհքը մեզի մղում է ու զորացնում է, որ մենք էլ կացությանը չգանք։ Եվ դրա համար մենք պետք է հասկացողություն ունենանք, որ մենք Աստծո աչքերի ներս ինչքան թանկարժեք էակներ ենք, սուրբեր ենք, ընտրվածներ ենք, եւ դրա համար որ մենք էդի կարող ենք ինքներս էլ տեսնենք եւ իրավունք չտանք աշխարհիկ խնդիրները մեզին զբաղեցնեն եւ մեզի քնել տան։ Գիտեք, մի օքի որ քնում է, քնելու պահը ընդհանրապես չի հիշում։ Ուզում ենք քնենք, պատաժամը քնենք, չտա զոր ենք, քնենք, զգում ենք քնելու վրա ենք, բայց որ քնանք չենք իմանում, որ պահին ենք քնենք։ Այսինքն մարդիկ երբեմն այդ հոգևորապես այս կամաց այդ մենք քնելու վրա։ Մենք ինձ ամեն ձերի ծերերա։ Այսինքն կարևոր է զգաստելնելը։ Մեքենավարության վրա, չեմ քնել եք թե չէ։ Նրանք որ երկար մեքենավարություն են արի, երբեմն քանի վայրկյաններ քնում են։ Երբեմն քնելը այնց որ մեքենայի հետևը դիմացիներ ցալով մեքենա քշում քնում է, այս զարմանալի, այսինքն մատ կացություն է, մատ մտնոլորտ է, մատ հոգնածություն է, որ երթալով առանց որ իմանաք աշկերտներ փակում են ու մեքենան երթում է։ Okay, հիմա մեր ժամանակ այդպեսի քնել այդ կացությունը, այսինքն կամաց երթում ենք, բայց մատ մեքենավար, որ մենք խոհեմ մեքենավարել ինչ կանի, զգում արդեն խնդիրը լուրջ է, այս քնել մի քիչ քնել չի։ Եվ մարդ այդպեսի դուրս ասած այդ քնած կացություն մարդու բռնում է։ Հիմա այդ կացությունը, երբ որ մեկի խոհեմ է ու տեսնում է, որ երկար ճամփորդություն ունի, մեքենան մտեղ հասնում է, կայնում է, ինչ անում, կարելի է մեքենայի ցած է գալի, մատ օդափոխում է կամ պատոհաններն է ցած քաշում կամ մատ ջուր ախվում երեսին, կամ եթե չէ այդ մա քնում է մեկ ժամից հետո հանգստանում է վերակամ շարունակում է։ Այսինքն այդ կացությունը փոխում է։ Հիմա եթե հոգևորապես մենք նման կացության ենք գալի, ինչ պետք է անենք, զգում ենք, վտանգավոր կացություն է։ Որոշ սիգնալներ կացուցա տալի, որ շատ արթուն ու աշխուժ հավատացյալի դիրք չունեմ։ Ինչ պետք է անեմ։ Պետք է մի փոք գործերը քաշեմ կող կայնեմ։ Գործ չեմ ուզում։ Office, hello, մեշապատ չկամ։ Ուզում աղոթեմ, Աստծո ներկայության մնա։ Եվ այդ ձևով մենք ժամ ենք տալի Աստծո խոսքին, ժամ ենք տալի աղոթելու, ժամ ենք տալի Աստծո ներկայությունը գալու, որ այդ մեր մտնոլորտը, որ մեր մտքում սրտում տիրապետում, դրանք մեջտեղից երթա։ Եվ գալիս է մի կացության, որ մենք արդեն աշխուժություն ենք ձեռք բերում, հոգևորապես աշխուժ ենք։ Մեր կապերը ուղղել ենք, խնդիրներ տարել ենք Հիսուսի արյան տակ, սխալ խնդիրները մաքրել ենք, արդեն զգաստ ենք, արթուն ենք, արդեն ճիշտ կացության ենք եւ հիմա որ լավ առողջ կացության եմ, հիմա կետամ կրստեմ մեքենայի հետեւ մեքենավարությունը սկանեմ։ Այսինքն հոգևորապես երբ որ խնդիրներ տեսնենք մեզ խանգարում է, այդպեսի դուրս քայլ ենք վերցնում, դիմում ենք աղոթքի, դիմում ենք Աստծո խոսքին, դիմում ենք պաշտամունքին եւ ժամ ենք տալի Աստծո ներկայության, որպեսզի այդ արտությունը գա։ Եվ այդ արտությունը զգաստությունով, զգուշությունով պահում ենք։ Եվ այդյա որ մեկը որ այդպեսի քայլ է վերցնում, կարող է սատանայի գործերը քանդի եւ կարող է աշխուժ ու արթուն կացության լինի, կարող է լավ մեքենավարություն անի եւ կարող է նպատակի հասնի։ Եվ դրա համար մենք պետք է լուրջ ելենք, որ տեսնենք, սիրելիս, եթե աշխարհիկ խնդիրները, տեսեք, որոշ ժամանակներ ամեն բան ված չի։ Ամեն բան բացասական չի։ Մենք կարելի է ուզում ենք օրինակ տուն առնենք։ 15 տարի, 20 տարի ցերեկ գիշեր գործում ենք, ամեն հավատ, վկայություն, աղոթք, ամեն ինչ թողել ենք, 20 տարի ցերեկ գիշեր վազել ենք, որ տուն առնենք։ Նպատակ ված չի, մեղսալի չի, բայց այդ որ թողել ես աղոթքը, թողել ես հոգևոր կացությունը, այդ վատ է։ Եվ այդյա որ որոշ ժամանակ լավ բաներ են կարելի խանգարիչ ելնել։ Ինչ որ խանգարում է մեր արթուն ելնելը, ինչ որ խանգարում է սիրելիս քեզ, որ դու Աստծո ներկայության առաջինը չելնես, որտեղ այդ ժամերը որ դու ձեռից տալիս ես, էլ երբեք ետ չի գա։ Այդ աշխուժությունը որ հիմա ունես, կարելի է երբեք այդ աշխուժությունը Աստծո արքայության համար չունենաս։ Այդ առիթ որ հիմա դու կարող ես այդ տպավորությունը Աստծո արքայության համար ունենաս ձեռից տաս, հետո կարող է այդ տպավորությունը չկարողանաս ստեղծես։ Այդյա որ տեղ ունի որ ամբողջ զգաստությունով
մեր կյանքի ամեն օրերը, ամեն տարիները, ամեն ժամանակաշրջանները մեզ թոթափենք աշխարհի խնդիրներից։ Թափ տանք, թալենք եւ մեզ արթուն կացության բերենք եւ այդ արթուն կացությունը զգուշությունով պահենք եւ Աստծո արքայության ներսը ծառայելով նրան փառավորենք։ Հալելույա։ Եվ այդ ձևով էդի Տերոջը բերում է փառք ու բերում է օրհնություն։ Դրա համար որ մենք աշխուժ ու արթունել ենք, ուրեմն պետք է կպնենք աղոթքի։ Մեքենան պետք է փուլովեր անենք, ժամ տանք Աստծուն, կյանքի մեքենավարությունից մի փոքր ստապանենք եւ ժամ տալով Տերոջը թույլ տանք, որ իր փառավոր ներկայությունը մեզ զորացնի։ Աղոթքի ներսը աճենք, առիթանք Սուրբ Հոգին կսկսի մեզի զորացնելը։ Դա ընտրություն, ճիշտ զանազանություն, ճիշտ որոշումներ եւ այդ ձևով մեզ կօգնի եւ մի հատ կարեւորագույն խնդիրներից էլ որ կա եկեղեցու մասնակցելն է, հաղորդակցությունն է։ Գիտեք, հաղորդակցությունը մեզ օգնում է։ Եկեղեցի որ գալիս եք Աստծո խոսք ենք լսում, աղոթում ենք, այս մենակ չի պետք է մեր հոգեվոր կյանքը սրանով բավարարի որ եկեղեցի ենք եթում։ Եկեղեցի մի մասն է, մի մոռանաք։ Դուք պետք է անձնական աղոթք ունենաք, անձնական Աստծո ներկայության մնաք, անձնական ձեր ծումնապահություն եթե կարիք է ծում ունենաք աղոթեք, պետք է այդպեսով Աստծո ներկայությունը փնտրեք, ձեր անձնական Աստծո խոսք կարդալը։ Ես պատասխան ձեզ հարց եմ տալի, որ ով է Սուրբ Գիրքը մի անգամ լրիվ կարդացե։ Այսինքն մենք պետք է շարունակ կարդանք եւ մտածելով Դավիթի նման Տեր, քո խոսքը, քո կամքը, քո օրենքն է փնտրում։ Եվ ասպետ որ այդպեսի որոնում է, որոշումները իմաստությունով միախառն է լինում։ Եվ այդ ձևով ես կարող եմ քեզ փառավորել։ Եվ այդ մեր մասն բաժինը, որ եկեղեցի գալով, Եբրայեցիս 10:25 ասում է իրար հետ հավաքվելուց մի թերանա, մի անտարբեր անցնե։ Այլ իրար խրատեցեք, քանի որ այն օրը մոտիկ է եւ այդպեսով իրար հավաքվելով միասին Աստծուն պաշտեցեք եւ այդ որ այդ եկեցու ուղղակիորեն ասած պատկամն ու խոսքն է ասում։ Բայց սրանով իմ խոսքն ավարտեմ, որ որոշ ժամանակներ մարդիկ մտածում են, որ ունեն փրկություն, մտածում են, որ իրանք էլ վերջապես, եթե մեր հավիտենականությունի կա իրանք էլ բաժին կդառնա, նման են անձնավորության, որ գնացել էր երկաթողի կայարանը, գնացք էր նստե։ Ինչ էթա դեպի արևմուտք, էթա դեպի արևելք էր գնում, հակառակ ուղղություններ գնում։ Եվ նստել ուրախ հետում էր մտածելով, որ արդեն տունին մոտենում է, բայց ամեն վայրկյան տունից հեռանում էր։ Այսինքն ոմանք ծուռ ուղղության են եւ մտածում են, որ կարելի է լավ տեղացնել։ Լավ տեղացնելը չկա ոչինչ, ծուռ ուղղության գնացողը ավելի վատ կացության հասնում։ Բայց երբ որ մենք ճիշտ ուղղություն ունենք, ճիշտ նվիրում ունենք, ճիշտ հանձնում ունենք եւ Աստծո խոսքի համաձայն ենք ապրում, մեր ամեն օր մոտ կան մեկ նպատակի վրա մեզ կանչել։ Հալելույա։